Այսօր կարոտի թևին ուր ենք հասնում։ Ուր է հայի հայ տեսակը։ Բարի, կամեցող ու հայրենասեր։ Հայի տեսակներ չէ դարերի վեր։ Այսինչ կատարվեց, ով մեզանից էց։ Մեր հերկած հողում չարի ձիլ տնկեց։ Ցորենի հասկը այդպես չեր աճի, ինչ որ դա աճեց։ Աճելը որն է, մարդաբոյ հասավ ու անցավ։ Թերևս ծածկեց իր շուրջն ամեն բան, գուրացրեց հային, ուրացրեց հային, ու փոխարենը ման գաղնառնեինք ու այդ չարիքի քոքը կտրեինք, մենք ինչ արեցինք։ Ոչինչ չարեցինք։ Կամ էլ արեցինք, անտարբերությամբ չարին սնեցինք։ Այնպես սնեցինք, որ հիմա արդեն մեկ հայի կոկորդ է կրծում։ Մեկ հայի ապրել չի ուզում։ Բարի, կամեցող ու հայրենասեր, հայի տեսակներ չէ դարերի վեր։ Այս ինչ կատարվեց, ով մեզանից էց։ Մեր հերկած հողում չարի ձիլ տնկեց։ Ու փոխարենը ման գաղնառնեինք ու այդ չարիքի քոքը կտրեինք, մենք ինչ արեցինք։ Ոչինչ չարեցինք։ Կամ էլ արեցինք, չարիքին սնող զենքով զինվեցինք։ Դարձանք անտարբեր։ Այսքան ժամանակ կարդում եմ, սիրելի հետևորդներ, քանի արդեն հոլովակ կա կարոտի թևին ալիքում, բայց այս մի գույրիկիս աշխատանքը այնքան շատ եմ հավանել, որ ոնց որ սրտիցս բխի, ոնց որ ես ուզենայի գրեմ, բայց չհերիք էր իմ մտածողությունը, իմ բառերը, բայց մի կողմից էլ ասում եմ կարճ էր, այնքան կարելի էր այս մասին խոսել, իսկապես մեր ազգի մասին խոսել, ու եթե այստեղ մի սխալ բառ կա, մեկնաբանություններում գրեք, որ սխալ է, եթե մի ոչ տեղին միտք է արտահայտված, կարող եք մեկնաբանություններում գրել, քննարկենք, հասկանանք ինչու ենք թերացել, բայց կարծում եմ այստեղ ոչ մի սխալ բան չկա, ոչ մի ավել բան չկա, ավել չկա, քիչ չի, դեռ մի բան էլ պակասում է։ Այս ամեն ինչը, որ ես կարդում եմ, կլինի բանաստեղծություն, պատմություն, հիշողություն, այս ամենը գրում է քույրիկս, ով ապրում է Մոսկվայում, այնպես որ եթե շատ այսպես կարոտալի զգացողություններ եք ունենում, իմացեք, որ ձեր նման կարոտած ինչ-որ մեկն է սա ստեղծագործում, ես էլ մեծ սիրով այն հանձնում եմ ձեր դատին։ Սիրելի հետևորդներ, սիրեք իրար, գնահատեք իրար, հարգեք իրար, մենք, ինչպես ասում են, ուժեղ ենք միասին։ Մնացեք բարով։